Դե ինչ, ողջույն հարգելի բարեկամներ, բարեկալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Թարմացնելու բան առանձնապես չկա, որովհետև չենք հեռանում ազգային ժողովից, ինչպես երեկ, այնպես էլ այսօր լավագույն ավանդույթների շարունակությամբ, բղավոցներ, լեզվակռիվ անգամ քաշքշուկ, լարված իրավիճակ ազգային ժողովի նիստերի դահլիճում, Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում էր ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հարցի քննարկումը սակայն հետաձգվեց, ավելի ճիշտ հերթ քննարկման չհասավ։ Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի ազգային ժողովի ամբիոն մոտենալիս հեռակա լեզվակռիվ սկսվեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստան խմբակցության դաշնակցական անդամների միջև։ Սիմոնյանը դիմելով նրանց ասաց, մեջբերում եմ, ինչ ներքին վեճ ունեք, չեմ հասկանում։ Այնուհետև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից փորձեց հակադարձել, ազգային ժողովի նախագահն էլ ասաց, որ իրավունք չունեն խոսելու և նկատողություն արեց, ապա պատգամավոր Գեգամ Մանուկյանը, ով դահլիճի մուտքի դռների մոտ էր կանգնած, ինչպես հետո պարզ դարձավ, նա պարզապես դուրս էր եկել ծխելու, ևս մեկտաբանեց տեղի ունեցածը, արդյունքում դահլիճում իրավիճակը թեժացավ։ Պատգամավորները միջամտեցին, համենայնդեպս փորձ արեցին միջամտելու, իրավիճակը իրապես հունից դուրս եկավ, արդյունքում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում և ուղիղ հեռարձակումը կասեցրեց։ Անջատեք եթեր, ընդմիջում 20 րոպե։ Այս խայտառակությունից հետո Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների ճեպազրույցում հայտարարեց, թե ազգային ժողովի նիստերի դահլիճում կատարվածից առաջ հայտարարել էին, որ ազգային ժողով մուտք են անում օրենքի նախագիծ ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար։ Նա ենթադրություններ է արել, որ իշխող խմբակցության ռեակցիան պայմանավորված է եղել հենց դրանով։ Եվ ամեն ինչում մեղադրում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ով ըստ Սաղաթելյանի հենց ինքն էլ սկսել է։ Իդեպ Իշխան Սաղաթելյանի այս թեզին բոլորովին այլ հակադարձում է անում Ալեն Սիմոնյանը։ Սուտասանա Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն սուտասանա, ես ձեզ ասեմ հետեւյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Ասում են իրանցը տարբեր է, ես այդ մասին հարցրեցի։ Բարի գալուս նոր իրականություն է, ինչ աշխում մերը տարբեր է։ Քրեական նման հոդված կա, երկրորդը միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ Դաշնակցության խմբակցության, արդեն Դաշնակցության խմբակցությունը, չէ՞ երևի, Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասաց, ես էլ միկրոֆոնս կարամինացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում, դրան ի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասաց՝ մի նստի Արծվիկ, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի դրա, որ ասում եմ մի նստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց ընդեղից բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընդհարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր այս կոմենկոն, որ հանկարծակի այդ ընդհարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Կռվից է վախենում։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից դեպի Դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկեն սխմում, փախնում են դահլիճից, գալիս են մի հատ գոռում են, մտածում են, պատասխան չեն ստանալու, իսկ ես ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցուցադրվի, պետք է ցույց տվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասածից, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է,
որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է շարունակեն, թող շարունակեն։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը ևս անդրադարձել է ազգային ժողովում տեղի ունեցած այս միջադեպին, նա հերքել է այն խոսակցությունները, թե դեպքը տեղի ունեցել ցեղասպանության հերկման մասին ընդդիմության կողմից նախագիծ ներկայացնելու պատճառով։ Վերջինս հիշեցրել է, ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ է, ինչ քրեականացված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով։ Մամուլում զանգվածային միջոցներով ըստ էության իրականության չհամապատասխանող լուր է տարածվել, առայն որ ազգային ժողովում տեղի ունեցած րոպեներ առաջ լարումը պայմանավորված է եղել ընդդիմության կողմից հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ ուղղված նախագիծ ներկայացնելով, պետք է հստակ ասենք, որ լարումը տեղի ունեցել պարզապես ոչ մի առնչություն չունեցող դեպքի հետ, դրա նշվածի հետ, որովհետև պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից, սա մեկ, եւ երկրորդը պետք է տեղեկացնեմ մեր սիրելի քաղաքացիներին, որ ցեղասպանության հերքումը բավական երկար ժամանակ քրեականացված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, խոսքը 136-րդ հոդվածի մասին է, որը ասում է ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրան քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելիության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ պատերության, խտրականության կամ բռնություն հրահրելու նպատակով պատժվում է քրեական պատասխանատվության համապատասխան միջոցներ, այսինքն հարգելի գործընկերներ, այդ երևույթը քրեականացված է։ Ընթանանք առաջ, պակաս տխուր իրավիճակ էլ չէր Երևանի քաղաքապետարանում։ Անցած նիստին, որին տվեցինք ամբիոն, անցած նիստին դահլիճը լքելու մասին, այո, մենք դահլիճը լքեցինք։ Պարոնայք Մայր Հայաստան խմբակցության անդամներ, լռեք ու ելույթ անելու։ Ինչպես ասում է հայտնի երգը, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, եթե իհարկե սա ապրել է կոչվում, ու դուք ուզում եք, որ այս դեմքերով, այս իրավիճակով, այս բարքերով ու կանոններով հայանպաստ, պետականամետ, արդար ու բարի օրենքներ ընդունենք, այդպես չեմ կարծում, այնպիսի օրենքներ, որ մեր կյանքը, մեր երեխաների կյանքը, մեր ծնողների կյանքը ավել բարեկեցիկ ու հարմարավետ է դարձնելու, ես հնարավոր չեմ տեսնում այս իրավիճակում, այս իրարամերժության ու սադրանքի հանդեսը ցավոք դեռ շարունակվելու է, ամենայն դեպս մինչև այն պահը կամ առաջիկա ընտրությունները, մինչև որ հայ մարդը, ընտրողը հասկանա, որ մի հարկի տակ պիտի հավաքի այնպիսի դեմքերի, որոնք իրար հետ գոնե տարական երկխոսություն կկարողանան կազմակերպել, բայց ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, ես դեռ դրա մասին չեմ ուզում խոսալ, ուստի առաջարկում եմ վերադառնալ ավագանի, Երևանի ավագանու նիստը ընդմիջումից հետո քվորում չլինելու պատճառով պարզապես ընդհատվեց, նշենք, որ ընդմիջումից առաջ քննարկվում էր նաև ձեռք բերված ավտոմեքենաների թվականակով վարորդների հաստիկացուցակը ընդլայնելու հարցը, խոսքը 12 լվացման եւ աղբի մեքենաների համար մասին է, որ 12 հաստիկացուցակ պետք է ավելացնեն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քվեարկության մասին, ընդդիմությունը միաժամանակ ընդմիջում պահանջեց, սակայն քվեարկությունը արդեն հայտարարված էր, մի խոսքով այս իրավիճակի մեջ առանց քվեարկության արդյունքները հրապարակելու Ավինյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում, մինչդեռ նիստը վերսկսվեց առնվազն 1 ժամ հետո։ Ավինյանին արդեն փոխարինող կար, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էր նիստը վարում, նա հայտարարեց, որ նախորդ հարցը քվեարկության արդեն դրվել է ու կրկին քվեարկության դնելու կարիք չկա, սակայն նիստը շարունակելու քվորում ապահովելու համար ավագանու անդամներին խնդրեց գրանցվել եւ հայտարարեց, որ եթե քվորում ունենանք, ապա կշարունակենք նիստը, եթե քվորում չունենանք, ապա պետք է համարենք նիստը չկայացած, արդյունքում մեծ հաշվով այդպես էլ եղավ։ Քվորում չկար, քանի որ նիստին չէին մասնակցում քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն խմբակցությունները, նաեւ պետք է այստեղ հիշեցնել, որ ընդդիմության 3 խմբակցությունները, Հանրային ձայնը, Մայր Հայաստանը եւ Ազգային առաջընթացը դեմ էին նախագծի ընդունմանը, այնուհետեւ հաջորդ հարցը, որ պետք է
քվեարկվեր Մայր Հայաստան խմբակցության նախագիծն էր, որով առաջարկվում էր տրանսպորտի ուղևորցի թանկացումը կասեցնել։ Թե ինչ այս ամոթալի եւ ոչ պատվաբեր իրադարձություններից հետո մի դրական բանի մասին խոսենք, այսօր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ծննդյան տարեդարձն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր եւ շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով։ Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղնավոր գործունեություն հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Հաշվի առնելով օրվա առանձնահատկությունը, թույլ տվեք շնորհավորել ձեզ ծննդյան տարեդարձի առիթով եւ մաղթել ձեզ առողջություն, հաջողություններ, բեղնավոր գործունեություն հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ կառավարության գործունեությանը ձեր ցուցաբերած կարևոր աջակցության համար։ Մենք գործնականում անգամներով ավելի շատ աշխատում ենք իրար հետ, քան լուսաբանում ենք եւ կարևոր եմ համարում ընդգծել, որ ըստ էության կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս կառավարության եւ նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն։ Գնանք առաջ։ Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկայում գտնվող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ։ Փաշինյանն է հայտնում, դատարանի վճռով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ, այս մասին Facebook-յան իր էջում հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Փաշինյանը։ Հողամասերը գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ տարածքներ են, 1 վարելահող եւ 3 արոտավայր, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը ընդհանուր 152,000 ՀՀ դրամ է, նշել է վարչապետը։ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել իր էջում Դիլիջանի Հովանես Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնանորոգված է եւ կահավորված է։ Այս մասին կրկին իր սոցցանցում, ինչպես եւ խոստացել է հեշթեգի ներքո գրում է վարչապետ Փաշինյանը, կից ներկայացնելով փոքրիկ տեսանյութ։ Եվրոմիության դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է հրապարակել, հայտնելով, որ արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սահմանային կրակոցների հետևանքներ։ Մինչ Զատիկի հանգստյան օրերը Եվրոմիության դիտորդական առաքելությունը 27 օր բարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերում։ Խոզնավարում Եվրոմիության առաքելությունը արձանագրել է 2 կրակոց, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածք։ Հնարավոր է դրանք արձակել են տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերը, ասվում է առաքելության հրապարակման մեջ։ Այստեղ իհարկե հարց է առաջանում, բա էլ ով, բայց սա ուրիշ քննարկում է, ըստ ընթանանք առաջ։ Վրաստանի արտգործ նախարար Մակա Բոջորշվիլին ԵՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Նրա խոսքով Թբիլիսին պատրաստ է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գործում։ Մեջբերեմ նրա խոսքը։ Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման, նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Հանդիպանը անդրադարձ է եղել նաեւ Վրաստանում եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հարցերին։ Իսկ ահա Մոսկվայից կրկին մտահոգություններ են հնչում, Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրոմիություն, որովհետև այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ եւ այդ երկրի անդամակցության հետ, հայտարարում է այս տեսակետը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Նա հավելել է,
հայ գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է։ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ կերպով, տնտեսության աճ է նկատվում Երևանի համար առանցքային բոլոր ոլորտներում, եւ դա հսկայական հարստություն է, որ Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ, փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից, կարծիք է հայտնել բարձրաստիճան ռուս դիվանագետը։ Ընդհանրակարգ ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք։ Ներքին անվտանգության վարչությունը տեղեկություններ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Տեսանյութն է շարունակում թեման։ Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց անօրինական շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև անօրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով մեկնարկել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Հսկիչ գրման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանի շերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված 0.7 լիտր տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանի շերով կամ հսկիչ նույնականացման նշաններով տարբեր անվանումներով չդրոշմավորված 82 շիշ օղի։ Գործունեության իրականացման ծանուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն եւ արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում, վճարելով նաև տարեկան պետական տուրքը։ Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Ձեռքբերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ եւ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության եւ իրացման գործունեություն իրականացնելուց։ Հիշեցնենք, որ անհայծակում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման իմարկ բջջային հավելվածից, այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։ Եվ միջազգային լրահոսին ընթരാճ Բանգոկում ընթացող ՄԱԿ-ի Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական համաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է եւ նաեւ ելույթով է հանդես եկել քննարկմանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանը որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր վերահաստատում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների եւ անխափան գործող ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում արտաքին գործերի նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ հայեցակարգին, վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատմանը ուղղված մարդկանց ապրանքների եւ ծառայությունների անխափան տեղաշարժի ապահովմանը։ Թե ինչ տեսնենք ինչ է կատարվում նաև ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Այդ մասին հայտնել են Հնդկաստանի վարչապետի գրասենյակից։
Կողմերը ընդգծել են էներգետիկ, պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների եւ այլ առանցքային ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։ Վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Նյու Դելին ակնկալում է համաձայնության հասնել մաքսատուրքերի գործողության 90-օրյա դադարի ընթացքում, որպեսզի խուսափի 26% մաքսատուրքերից։ Թրամփի վարչակազմում ընդգծում են, որ Հնդկաստանը այն երկրների թվում է, որոնց հետ բանակցությունները Վաշինգտոնի համար առաջնահերթություն են։ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Han Dok-sun ակնկալում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները կհանգեցնեն փոխշահավետ արդյունքի։ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները իրենց ֆինանսների եւ առևտրի նախարարների մասնակցությամբ երկու գումարած երկու ձևաչափով առևտրային բանակցություններ կանցկացնեն ապրիլի 24-ին։ Սա կլինի ամերիկյան մաքսատուրքերի մեղմացման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների առաջին փուլը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նկատմամբ սահմանել է 25% մաքսատուրքեր, որոնք ժամանակավորապես 90 օրով իջեցվել են մինչև 10%։ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել իր երկրին օգնող բոլոր գործընկերներին։ Նա հավելել է, որ Քիր Սթարմերի հետ քննարկել է նաեւ համատեղ աշխատանքը եվրոպական անվտանգության ձևաչափերում։ Ապրիլի 20-ին Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր հրադադարի նոր ձևաչափ։ Այն նախատեսում է առնվազն 30 օրով հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հեռահար հարվածներից։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը ապրիլի 26-ին տեղական ժամանակով ժամը 10-ին։ Ապրիլի 23-ին Ռոմի Պապի մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար եւ այնտեղ կմնա մինչեւ ապրիլի 26-ի առավոտ նրա հուղարկավորությունը։ Այդ ընթացքում հավատացյալները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Ռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Մինչեւ նոր Պապի ընտրությունը Վատիկանի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ-ից կարդինալ Քևին Ֆարելը։ Կարդինալները հավաքվում են Ռոմում ընտրելու Ֆրանցիսկոս Պապի հաջորդին։ Այս գործընթացը տևում է 2-ից 3 շաբաթ։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում։ Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերը եւ տեղահանվածների վրանները։ Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի։ Ինտենսիվ օդային եւ հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջայա թաղամասը։ Ալ-Քասամ բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի Ալ-Թուֆա թաղամասի արևելքում թունել են պայթեցրել, որի հետևանքով իսրայելցի զինվորներ են զոհվել ու վիրավորվել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ վերջին 50 օրվա ընթացքում Գազայի հատվածում պարենային պաշարները խիստ պակասել են, իսկ անհրաժեշտ դեղամիջոցները եւ բժշկական պարագաները սպառվում են։ Պաղեստինի կառավարության տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն 2025 թվականի մարտի 18-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 1827 պաղեստինցի, վիրավորվել եւս 4828-ը։ Բացի այդ, ավելի քան 420,000 մարդ բռնի տեղահանվել է։ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրը ավելի թափանցիկ դարձնել եւ ավելի շատ վստահություն ստեղծել իր նկատմամբ, եթե սահմանված պատժամիջոցները չեղարկվեն, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ Մենք աշխատենք մեծ թափանցիկություն եւ ավելի շատ վստահություն ստեղծել պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Այլ կերպ ասած, պատժամիջոցները չեղարկելու դիմաց ընդգծում եմ այն կերպ, որպեսզի այն արդյունավետ լինի ներգործություն ունենա մարդկանց կյանքի վրա։ Իրանը այդ դեպքում պատրաստ է ավելի մեծ վստահություն ստեղծել իր միջուկային ծրագրի նկատմամբ եւ ավելի շատ թափանցիկություն ստեղծել, ասել է Մոհաջերանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ընկել է ամենացածր մակարդակին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Նշվում է, որ Թրամփի աջակցության վարկանիշը 42% է։ Մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 47%, իսկ 3 շաբաթ առաջ 43% էր։ Իսկ ահա Ջո Բայդենի վարկանիշը իր նախագահության սկզբում ավելի բարձր էր 55%, բայց հետագայում սկսեց իջնել եւ 2022 թվականից ի վեր չի բարձրացել 42%-ից, իսկ դրա ամենացածր մակարդակը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին 35%։ Հարցվածների մոտ 75%-ը դեմ է արտահայտվել Թրամփին երրորդ ժամկետի համար առաջադրվելուն։ Մասնավորապես այդպես է կարծում հարցված հանրապետականների կեսից ավելին։ Շարունակում ենք քննարկումը եւ կրկին մեր խնդիրների մասին։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջին օրերին հայտնաբերվել է 322 ոչ սթափ վիճակում գտնվող վարորդ։ Բարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում եւ մարզերում ներկայացնում է Ներքին գործերի նախարարության պաշտոնական տեսանյութը։ Ապրիլի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3508 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 166 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 128, առանց վարորդական իրավունքի վկայականի 257 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 560, առանց մանկական նստատեղի քարսիթի 13, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 215, վարելիս հեռախոսից օգտվելու 129, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 89 եւ 1554 այլ իրավախախտումներ, 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 217-ը տեխնիկական զննություն չանցած, 35-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 53-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 56 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12403 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 206 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենավարող 194, առանց վարորդական իրավունքի վկայականի 518 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 64, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 2820, առանց մանկական նստատեղի քարսիթի 196, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 335, վարելիս հեռախոսից օգտվելու 467, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 64, արագության գերազանցման 1982 եւ 3773 այլ իրավախախտումներ, 343 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1159 տեխնիկական զննություն չանցած, 372-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 6-ը բեռնատարներ, 148-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 48 անձ։ Եվ վերջում եղանակի մասին ապրիլի 22-ի ցերեկը, ապրիլի 23-ին, 25-ին շրջաների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Երևան քաղաքում ապրիլի 23-ին, 24-ի գիշերը եւ առավոտյան, 25-ին, 26-ին երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ համ ուժ գնացում, ապրիլի 24-ին եւ 26-ին ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով, ապա կբարձրանա նույնքանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։